Նիկոլ Փաշինյանը մինչև ելույթ ունենամ առաջարկում եմ մի հատ ստատուս գրեք։ Այս երկու օր մեկ ազգային ժողովի դալից է գրում ստատուս մոտավորապես այս բովանդակությամբ, որ մի քանի օրվա ընթացքում որոշել եմ 100,000 պետականացնելու եմ ու օրինակ ոնց որ օրինակ առաջարկում եմ հանձնում եմ իմ քայլը հիմնադրամին։ Գազպրոմը լավ։ Հիմա Սերգեյ Բաքրատյանին մի հատ սոց մնացեք։ Լրություն դա։ Հիմա մի հատ Սերգեյ Բաքրատյանին հարց եմ տալի։ Մեկս, որը 1990 թվականի ապրիլի 17-ին ընդունվել է մի կուսակցություն, ու մինչև հիմա այս ամբիոնից ու ցանկացած ամբիոնից կանգնած է իբրև դաշնակցական։ Այստեղ Սերգեյ Բաքրատյան ամեն անգամ ելույթ ունենալու, նախկին է ելույթ ունենում, ներկա է ելույթ ունենում, ապագա է ելույթ ունենում։ Հա, ապագա կա Սերգեյ Բաքրատյանի համար։ Իմ պարոն Բաքրատյան, Նիկոլ Փաշինյանից SMS չեք ստացել, որովհետև դուք այսօր Լրություն դա։ Շատերից եք SMS ստացել, որովհետև դուք այսօր բացահայտեցիք այս իշխանության եւ Նիկոլ Փաշինյանի ծրագիրը եկեղեցու դեմ։ Դուք բացահայտեցիք թիրախներով այս 7 տարիներին դատարան, սահմանադրական դատարան, բանակ, ազատամարտ, Արցախ, հատիկ այդ զոհաբերումների շարքը։ Ասում եք եկեղեցին ուղղակի այդ հերթի մեջ ավելի հետ էր, առաջ ընկավ։ Ինչի առաջ ընկավ։ Կարող է Շվեյցարիայում արցախայության իրավունքների ու շարժանների ոչնչացման համաժողովեր կազմակերպել, Թուրքիայի, Ադրբեջանի դուրը չեկավ, դրա համար առաջ ընկավ։ Դահլիճում լրություն։ Պարոն Բագրատյան,